Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Դե բռնվի չփլխիկ։ Մխո՞։ Մխո ինչ ա եղել։ Ապեր խոսա։ Ուր է ամուսնյակդ։ Գնաց գործի։ Իրենց օբյեկտումը։ Հա։ Գնացի։ Լսիլ է դու շատ էիր սիրում չփլին։ Մխո ինչ հարցեր ես տալիս։ Ես իմ ասում եմ ճշտ եմ, հետո փաստի առաջ չկայնենք։ Մխո հանկարծ կռիվ չանես հետը։ Կռիվ, ինչ ես խոսում։ Բայղավ, ինչ կռիվ, ինչ բա։ Այդ ճիշտ է, որ դուք ցանկացել եք Արև Շատյանի մոտ աշխատել։ Այո։ Ինչ եք ուզում ինձանից։ Ուղղակի ապշած եմ։ Ոնց կարող է նման բան լինել։ Հիմա ես ձեզ ինչ էլ ասեմ, դուք գրելու եք նես, ոնց որ ձեզ պետք է։ Փաստորեն նման բան եղել է։ Մարդ չգիտի որ կոն փախնի է։ Զորիկը ձեզ տնից դուրս է արել։ Հաջողություն, հա։ Իսկ ինչպես եք վերաբերվում էլեկտրոէներգիայի թանկացմանը։ Այդ ինքն հետ ինչ կապ ունի։ Իսկապես դրա հետ ինչ կապ ունի։ Մխո ինչ տեսար։ Չէ, Դու ռեստորանում չէիր։ ռեստորանում էի։ Բա եկել էր հետևիցդ։ Թե չենք հանդիպել։ Բայց ոնց որ ջղայնացած էր նար։ Հա դե երևի վերանիկային չի կարեցել մամա ասի էլի։ Չգիտեմ։ Հա մխո։ Ուր ես։ Տանը։ Դե դեր չգնաս գալիս եմ։ Նա։ Ապեր, բայ մացել ես մխոն Վերոնիկայիդ մամայի ասել։ Ինչ ասում, ձեր չի ապեր։ Անորմալ 100% բան եմ ասում։ Բանի ասա 99 ընգեր։ Չէ, ապեր, 100%։ Աղեր ուզում։ Բայց այդ ինչ ձև են ուղղակել է, այդ տղու ես զարմանում եմ։ Ապեր, լսի, մխոն Անուշիկի մամայի սրճարանն աշխատացնում, չէ։ Բա մամա չասի, ինչ ասի որ։ Նա դա էլ է ճիշտ ընգեր։ Բայց բեր մի քիչ աղանում։ Օй լավություն։ Մամա։ Հա։ Հնարավոր չի։ Ոնց են ասախ դրա մասին են խոսում։ Ինձ գիրա ընկերները մամա չեն ասում։ Ոնց կարող է։ Մի րոպե։ Հա մամեսնյակ։ Մխո, ուր ես։ Իրեն շու ես տուն եմ գնում։ Արի տուն, հետդ խոսալու բան կա։ Մամեսնյակ հիմա չեմ կարա, իրեն շու ես տուն եմ գնում։ Մամատ հետդ է։ Ոնց մամատ հետդ է։ Ասում եմ մենակ ես, թե մամայիդ հետ ես։ Այս երթին
Ես է գալիս եմ։ Այս կողմերն էի, ասի մտնեմ տեսնեմ ոնց է մեր ճգնավորը։ Սենց պարապես մնացել։ Ներվերից է։ Ու մինչև երբ ես որոշել ստեղ մնաս։ Չգիտեմ, արդեն անարմարել եմ, մարդկանց անհանգստ ազդում եմ։ Լսի, եթե դու այսօր չեկար, Զորիկը հաստատ քեզ գլխից կխփի։ Չեմ գալու, հելելու եմ գնամ հոկտեմբերան։ Կամ էլ չգիտեմ։ Կուզես իմ գեղեցկության սրահում աշխատես։ Ինչ աշխատեմ։ Վարսահարդար։ Բա ինչ անենք, մենեջերը ընկերուհիս է, չեմ կարող անեմ։ Ինձ գործ պետք չի, ես գործ կճարեմ, դու ավելի լավ է ինձ մի քիչ պարտքով փող դու, մի տուն վարձեմ, յոլա կգնամ էլի։ Ինչքան է պետք։ Ինչքան որ կարոս։ $300 հերիք, հա։ Երիքա։ Մերսի շատ, կաշխատեմ կտամ։ Դե վերջացրու։ Ես պետք եմ։ Լավ, քել դու գնա։ Բանը Սոֆան ինձանից չի արցնում։ Ինձ թվում է Սոֆան ընկեր ունի։ Ինչ։ Հա, ինչ որ մեկը անընդհատ զանգում է, ինքն էլ առանձնանում է, խունջիկ գալով հետը խոսում է։ Վայ, կարող է պիտի չասեի։ Հետս չես գա Սոհ։ Չէ անջան, ես հիմա մի հատ տղա հետ պիտի հանդիպեմ, ես որ է պետքա գա։ Ինչ տղա։ Պապա ինգերս տղեն է Ամերիկայից է եկել, բան պետքա վերց։ Վարուժից արդեն հոգնել ես։ Հոգնածի հաշիվ է։ Սով։ Հանգստացի մի հատ, չի կարելի։ Ուֆան էլ չեմ կարում։ Չանշարկում չեմ կարում Սով։ Մեջդ հին Սոֆան է արթնացել, ուզում եմ հասկանամ, հա։ Հաշվել ես գոնե քանի ինկեր ես ունեցել դու։ Հա դե հայել եղել են էլի։ Հայել եղել են։ Դեռ չպլեի հետ ես ընկերություն արել։ Ան չպլեի հետ մի ամիս եմ ընկերություն արել։ Ինչ կապ ունի Սով։ Ախորտը շուտ եմ հոգնում։ Դե նայ մի օր Վարուժը քեզանից չհոգնի։ Ինքնա։ Լավ, դե ուրեմն գնաց։ Պակա կխոսանք։ Ասա Վարուժ։ Որտեղ ես ուզում եմ քեզ տենամ։ Ինչի համար։ Պետք է ուզում եմ խոսանք։ Ես հիմա զբաղված եմ Վարուժ։ Ասում ես մամայից շատ էիր կարոտել, հա։ Այ մամեսնյակ ջան, ես ինչեր ես խոսում։ Կարող է դու իր ասել, որ Ռուսաստանից գա։ Ով է այս բաներ ասե вообще։ Մամեսնյակ ես իրան մամա չեմ ասել։ Երեք դու Նարեկին այդքան ստիպեցիր, բայց ինքը իմ նման կնոջը տենց էլ չուզեց մամա ասի, բայց դու Ոնց չուզեց, այ մամեսնյակ, ոնց չուզեց։ Հեսա տես ոնց կասի, հələ դու սպասի։ Իսկ ես տենց բան չեմ ասեմ, մամեսնյակ, իդի անհնար բան է։ Ոնց կարա քեզնից բացի իմ համար ուրիշ մամեսնյակ էլի ես աշխարհում։ վայ, բա մարդիկ չեղած տեղից հո չեն ասում։ Չեղած տեղից են խոսում։ Արա ասենք թե ասել է հետո ինչ։ Արա ես չեմ հասկանում դրա մեջ ինչ վատ բան կա, հա։ Այա տեսնյակ ջան, ախր չեմ ասի ես տենց բան։ Այ ախպերս ասենք թե եղել է հետո ինչ։ Ամոթ, հա։ Սխալ բան չկա դե ցավդ տանեմ։ Մեր փեսուն է ստիպում որ ասի, դու ինչի պիտի չասես։ Ուրեմն ես ունենամ, պահեմ, մեծացնեմ, հասցնեմ այս տարիքին, ինքը ինչ-որ մի օտար կնոջ մամա ասի, հա։ Տենց ճիշտ է վռամ։ Հորա ես սատկեմ սրանց ձերին, արա։ Այ Մարգարիտա ջան, կարգն է տենց։ Անուշիկի համար ամուսնանալուց հետո մենք ենք մամա-պապա։ Մխույի համար էլ Անուշիկի մաման-պապան են արդեն մամա-պապա դառնում։ Իա։ Տենց չի կարա լինի վռամ։ Էդ իմ ուղեղի մեջ չի տեղավորվում։ Ինքը մամա ունի։ Ու այդ մամա ես եմ, ես։ Վերջ։ Ախ, մայրի մանգին, ես ինչ խոցվել խոցվար դու ես։
Ախր բաց չի, որ ես աշխարհում չի կարա իմ համար ուրիշ մամեսնյակ ծնվի։ Այդքան բանը հորդ ասա։ Մեր ու տղա մի խելքի եք։ Ձեր արևարա։ Ես պապայ կփոխանցե, սա Okay, merci։ շարժ է։ Բա դուք երբ եք գնալու։ Մոտ մի 10-ից էլ է։ Այստեղ ասել ու հայա։ Հարուշ ինչ ես անում։ Այո գնա, նստի ավտոբուս։ Թախելը վա։ Ինչ արել է։ Ես ինչ արիր դու չփրերը։ Հե? Հիմի ես քեզ ինչ անեմ, արա ոնց պատժեմ քեզ, որ համ ես հանգստանամ, համ էլ իրենչուն չտուժի։ Ոնց էլ պատժես, Իրանը տուժելու է։ Իմացար չէ մարդու սխրագործությունը։ Իմ անունից Վերոնիկային SMS-ը գրում։ Լավ դե մխո։ Խի դու իմ գլխին կսարքես, ես չեմ կարա սարքեմ։ Elə գիտես ոնց ներվային ասրիր։ Լենայի որ ժպտում արա այսքանից հետո։ Բա ինչ անեմ։ Արա չփլի։ Դու գիտես մամեսնյակս հիմի ինչ դեպրեսիա տանում արա։ Գիտես։ Ինչի։ Ոնց։ Ու դե մի ճուժոյ գլամուրի տակ մնացած կնիկ, կարա դառնայի մաման արա։ Հասկանում ես։ Դու գիտես արա իմ մերովը։ Գիտես արա ինքը ինչ տղայնագի մերը արա։ Դե ոչինչ լավ, ես կգնամ Մարգարիտա ծոցես ներողություն կխնդրեմ։ Արա ծոցիա չի արա, մամա է արա, մամա։ Այսինքն դու ինքան հաց ու բանիր պետք է ուտես, որ ես թողեմ դու իրան մամա ասես վաբշե։ Լավ դե մխո, պատմություն ես սարքում։ Սաղ կարակ ես խոսալու է դրանից, դու լը խաբար չես։ Տենալու են ձեզ ասեն եմ վերջի անիկդոտը լսել եք ու էդի պատմեն, որ ես իրան ասեմ եմ մամա, Անուշիկի մուրերը։ Լավ մխոն ես ծանր ես տանում, ոնց որ եսիմ ինչա։ Իմ համար էդի եսիմ ինչա իրեն։ Մենք հասարակության կարծիքը պաշտող տղայնյակ ենք։ Հիմի քեզ որդ եմ տանում թաղեմ արա, տեղի ընտրությունը թողում եմ քու վրա։ Դե դու որոշի։ Դու էլ տեղի ընտրությունը թողում ես իմ վրա։ Լավ ապենյակ։ Մենակ մնաս մաման ինչ արել քո համար։ Մաման ինչ արել քո համար։ Մամայի են հաստ շրթունքներում ընկերուն հիշում ես են կառային։ Մամայի հաստ շրթ։ Հակարի ոչ եմ հիշում, այսօր ապես հիշում, որ թուշս պաչես տարան գիպս դրին։ Այ ինքը որոշել է իր ռեստորանը տա, որ դու աշխատացնես։ Գիտես չէ ինչ թույն գործամխո, թույն փողարես բռնելու։ Հետ ինչ ես ասում արա, բախի տես որ։ Դե մաման ասել, այնքան է քեզ գովացել։ Լուրջ։ Հարկյանքս, բերում ես, որ քո վերաբերմունքից մաման ոնց է փոխվել։ Նարեկին պիտի շնորհակալություն ասես։ Անան, պոնչու, պաստորին մաման տենց եղանակ է փոխում, հա? Բայց մեգա դու իմ ծնողներին պետք է մամա պապա ասես։ Կարևորը մամա պապա ասելը չի, այ իմ Անուշ տղա։ Կարող է Նարեկը երբեք ինձ պապա չասի, բայց հոգու խորքում ընդունի, որ ես իր հերն եմ, ու ոնց որ հոր հետ է վարվում, այնպես էլ իմ հետ վարվի, այ էս է կարևորը, այ ցավը տանեմ։ Բայց դու իրան որպես տղայնակ ընդունում ես։ Այ տղա, որպես տղա որ չընդունեի, ոնց կարող է սաղ որ իր բերան նրան ջարդեի։
Դու գիտես ով է տղեն Մոժոշ, հա? Զորիկ ձայնից թված Սոֆային է խոսցնում։ Քեզ կարող է թվա, որ ես շունեմ, սաղորը հենց իրենց հաչում եմ։ Թվարս թե ինչ կապ ունա։ Բա մի անգամից տես մարդու վրա կա հարցակման արա։ Դա զորիկ ձա չեմ իմացել, ինչ անեմ։ Ես այստեղը քին կասամ կգան, քեզ ինչ որ պետքա կանան։ Խասյաց սարքակարա, անոնս ոտնատակ տալով։ Դուք եկար։ Վայ, ջուրտան գա։ Որ քեզ ասել է Սոֆան ինչ-որ տղու հետ հեռախոսով խոսում է, քեզ թվացել էր այդ տղեն, հա? Վայ, մի ամիտ։ Ժաննա կարա $500 տաս։ Ինչի։ Ես այդ ախրանիկը գա դրան փող տամ, թող պոշկեկս մնա մոտս։ Կտամ։ Իմ տոնջված։ Կխմես։ Ձեռներս հարցակի, ես իմ ձեռով կխմեմ։ Ես ոնց ասեցի, տենց էլ կանես եղավ։ Մենք չենք կարա այդքան սպասենք։ Կասես Սուսիկն է ասել։ Հələ փորձվե ու իմ ասածով չեն արել։ Կմրսցնեմ սաղին։ Լավ, Մոս։ Դու իրանց զանգի ու իմ ասածով ասա։ Եթե հանկարծ դալ շտվեցին, նոր ես այդ ամեն ինչին կխառնվեմ։ Վաբշեն իրանց տվել անցել։ Աղջիկան, այդ ինչ կխոսաս մարդկանց հետ։ Բա միջև տես չխոսամ, չեն ձգվի։ Բայց քիչ նուրբ եղի, մեղք են մարդիկ, թող քիչ ապրի։ Բայց ասա, որ չես հիասթափվում ինքնից, չէ՞։ Հիասթափվիմ, չհիասթափվիմ։ Մելջան։ Հա, բոլոր։ Մել, ինձ պարտքով փող է պետք։ Ումից կարաս ուզես։ Ինչ պիտենես։ Դե սաղ ապրանքներս պրծել է, գնամ առնեմ, էլի։ Ինձ դու կրնաս մի բան ասես, Սուսիկ։ Այդ ապրանքները դուր կծախես, այդ փողերը ինչ կենես դու։ Համարյա սաղ նիսյա եմ տվել։ Նիսյա եմ տվել։ Այդ դեմքիդ այդ նիսյա բառը հետ չսազեց։ Լավ, դե թող լինի ապառիկ։ Ինչքան փող է պետք։ Մի միլիոն էլ որ լինի, իմ ունեցածի վրա գտնեմ, կգնամ։ Ինչ թվերի այդ խաղ կենես դու։ Իսկ ես մի միլիոնը որտե՞ց ճարեմ։ Այդքան հարուստ ընկերներ ունես, գնա այն Վարուժից ուզի։ Մենեղնի Վարուժին փող տա։ Գնացել է ռեստորանից տունը կմնա։ Ինչի։ Ես շատ գիտեմ, այն Սոֆայի հետ կրվել են ինժեներով բանկաս կնա։ Մելջան, իսկ եթե Արևշատյանին ասես։ Շուս Արևշատյանից փող ուզեմ ես տամ գերի գնիմ։ Մամեսնյակը գիտի որ հեղի ես։ Չէ։ Մեն չի չես ասի։ Կասեմ են իմ խո։ Խիլերը է սեղչիկը։ Ես իմ խիլերը։ Արա, այդը դու էլ որ տենց բաներ եմ ասում, այդ վաղտ անգաժներ այդ փագի էլի։ Դու անձից հետո երկրորդը մամայիդ պդի ասիր որ հեղի ես։ Վաբշե տեն շի։ Դե տենց ուղղակի հարմար առիթ եմ ման գալիս։ Հարմար առիթը որն է, զանգին կանչենք թու գա ասա։ Չէ, էլի մխո, ես հետո կասեմ իրան, հա։ Իրենչո դու կուրսի ես, անուշի գնչի իրա մորը չի ուզում ասի որ հեղի է։ Չէ։ Դու լրիվ ճեշտի մեջ ես, չէ ամի իրեն։ Վայ, հա, մխո։ Անուշիգին չես պաշտպանում, չէ իրենչու։ Չէ։ Աբրես ազիզ ջան, դե չպլեի համար ուտելու բան սարքի սովաշ չգա հանգարց հետդ կռիվ մռիվանի։ Ես մեկը լրիվ կատագերգականի մեջ ասի, թելի եփ է սոված եք է կռիվ արևոր, էդ մենք ենք որ, լավ մի խոսքով եսքանը, հա լավ իշա, մեկ էլ քնելուց առաջ բալնիկով կպագես դուրը էդի չկարենագա ներս մտնի, եղավ։ Վերանիկա ջան, բա ուր ես ցավդ տնեմ, կարող է գամ քեզ բերեմ մերյան։ Ընկերուհիներիս հետ եմ, հիմա չեմ կարա։ Իա, ընկերուհիներիդ բարև իմ կողմից, ասա մխոն օթային համբույրներ ա ուղարկում։ Խառաշո, կասեմ։
Եղավ, դե հենց ընկերուհիներից հետ հոգնես, ասա գամ քեզ բերեմ Մերյան, Անուշիկը քեզ շատ լավ բան ունի ասելու։ Okay։ Դե կսպասեմ զանգիդ։ Մնում էր դու ասիր, օքեյ։ Ալո, պարոն Արևշատյան, դուք եք։ Այո։ Պարոն Արևշատյան, Սուսիկն է, Մելոյի կինը։ Հա Սուսիկ ջան, հա բալես։ Պարոն Արևշատյան, կարող ենք այսօր հանդիպել։ Հա Սուսիկ ջան։ Ինչի չեն կարա։ Ես գրասենյակում եմ։ Հա, դե լավ, ես 20 րոպեից այդտեղ եմ։ Անուշիկ ջան։ Հա ջան։ Չես գալի։ Ուր։ Ի։ Մամայի դեմ բերեմ Մերյան։ Հիմա մեր տանն է։ Հա բա ինչ է, վատ է։ Չեն չի ավոտ, շատ լավ է։ Դերի, վայ տիպը մամատ գիտես, մի հատ կոմպլիմենտ եմ արել սատկելա։ Սատկել փոխաբերական իմաստով էլի։ Ինչ կոմպլիմենտ ես արևը։ Ասի ոնց որ 20 տարեկան ձևուշկա լես, տենաս ոնց փայլեց, ուրեց, դարավ աշխարի ամենաբարի ու սիրալիր կնիկը։ Արիթա մանգալի օրասի մխոջան։ Ձևը գտել ես էլի։ Ատեսնյակս միշտ ասում էր ինձ, այդպես մարդ չկա ես աշխարի վրա, որ դու հետը լեզու չկարնաս գտնես։ Մամ ջան, ո՞նց անցկացրիր։ Очень хорошо։ Ես կասեի, очень отлично։ Ձեր սորտը, ձեր տեսակը ծերանալ չունի։ Գնալով ջահելանում եք, գնալով փարթամանում եք։ Լսի, ես մինչև հիմա քո ամուսնուն չեմ ճանաչել։ Լավ նա չէ մամ։ Լավ է որն է, պոլի ֆուլ մրութ եմ։ Ընկերուհիներս էլ են հավանել։ Բա ես ոնց եմ հավանել ընկերուհիներին։ Ինչևից է ոնց ընկավ բերանս։ Մի խոսքով, անցնենք բուն հարցին։ Ինչ պետք է ասեիր մամայիդ ասադեմ։ Խո ասեցի հետո կասեմ։ Անուշիկ հիմա ասա։ Մամ գնանք խոհանոց։ Այդ ինչ պիտի ասես, որ հեղի է։ Ужас։ Я в шоке։ Լսի, աղջիկ ջան, ջահել աղջիկ ես, երեխեն ինչ ես անում, քեզ ինչ պետք է, հա, հոչը փախավ կունենայիր էլի։ Չէ դե մամ արդեն ժամանակներ է։ Լավ, ամբողջ օրը կնստես տանը ու երեխա կպայես, այլ դուրս գալ չկա։ Մամ ախր երեխան շատ լավ բան է։ Հա, այ կունենաս ու կիմանաս։ Վերանի գացյա, ես ինչ ես խոսում։ Ճիշտ եմ ասում։ Դու ճիշտ չես ասում։ Լսի, այդ ինչ ձև ես իմ հետ խոսում։ Փոխանակ աղջնյագիտ խրախուս ես, հլը մի բան էլ ասես արագասրու արդեն ուշա, հետ ես պահում, հա, հետ ես գցում։ Ես ասում եմ խի Անուշիկը չի ուզում երեխա ունենանք։ Ես չեմ ուզում, որ իմ աղջիկը դժվար կյանք ունենա։ Երեխա պահելը դժվար կյանք է, հա։ Խո լավ էլի մխո։ Ինչը լավ է, ինչ է խոսում վաբշե։ Դրա համար է այսքան ձգձգում, հա։ Մամայիդ տված դասերն էր, հա, ասախ։ Խո, բայց կարայի չէ նորմալ խոսայր, նեղացրեցիր։ Չէ, ես հələ դաժե մի բանը ինձ զսպեցի։ Ուֆ, լավ է։ Ճիշտ էր ասում, էլի ատեսնյակս։ Աղջնյակ ուզելուց առաջ պետք է մի հատ մորը զննես նոր ուզես։ Էս զննեիր։ Թե այսքան բանից հետո ինձ թվում է Անուշիկի մոր ընկերուհու սրճարանն էլ մխոին չեն տա։ Արա դե մխոնել է հետաքրքիր տվանգիր։ Պիտի սկզբից մի քիչ նուրբ խոսար, զատո հետո գիտեր որ մտ թույն սրճարան կաշխատցներ։ Մեր երկու կոպեկի կողից կբռներ էլի։ Դրա համար է էլի որ փեսեքը զոնքաշների հետ չունեն։ Չէ, այ ախպեր, խի ես տենց ասում։ Զոնքաշ կա մամայա, զոնքաջել կա Անուշիկի մամայա։ Այ օրինակ իմ զոնքաջը
Մա ցենտր կնիկա։ Բա ինքը նատուրի մամա է։ Մուժիկա էլի։ Ապեր ես այդ բանով չասեցի։ Արա բայց դու խիես ես քան լոմ։ Պարոն Արևշատյան։ Հաջա։ Ինձ այդ գումարը ընդամենը 2 ամսով է պետք։ Հարց չկա Սուսիկ ջան։ Դու մի միլիոն եղած ինչ ավոր։ Շատ շնորհակալ եմ։ Հարց չկա։ Բայց պարոն Արևշատյան, Մելոն էս մասին պիտի չիմանա էլի։ Հա բայց լավ բան չի ամուսնուց թաքուն բաներ անել։ Օրինակ որ Մարգարիտան ինձնից թաքուն սենց բաներ աներ, ես հաստատ իրան չէի վստահի, հաստատ։ Հա, ես գիտեմ, որ սխալ եմ անում, բայց դե ինչ անում մեր ընտանիքի համար եմ անում։ Այսինքն ինչ անում ձեր համար եմ անում, հա։ Չգիտեմ։ Դու ես որոշողը Սուսիկ ջան, բայց ճիշտ կլներ որ սրա մասին Մելոյին ասեիր։ Չեգա Սուսիկը։ Չէ։ Հանուտն է հասկան վաղ։ Մի ամսում Արևշատյանի պարկը կտաս կպրծնես էլի։ Բայց մենակ Մելոյից չտան չի։ Դու ավելի լավ գնաս այն խանութ, դենաս ինչ են այսօր վատապրանք տարել։ Համոք ագոնոր պերեդ երշիկը տվել են, չեք տեսե որ հիները։ Թաթու արի օֆիսոր գնաց երշիկի թել առնես։ Մեկ անջելեր ուրիշ գործ տա։ Արա մի քանի ժամ էլ ուշ գնա դու։ Պարտադիր է ամեն օր շուտ գնաս։ Այսօր անացի հանգստյան օրն է։ Անացին այսօր անպայման պետք է գա աշխատանքի։ Մելո ջան, ապեր գիտես որ այսօր Սուսիկա Արևշատյանի մոտ է գնացել։